Օրը մեկ բաժակ կաթով սկսելն արդեն սիրելի ավանդույթ։ Արդեն 2 տարի է Երեմյան կաթնամթերքը գործընկերների ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ Եվրասիական զարգացման բանկի հետ համատեղ ձևավորել է նոր մշակույթ՝ կաթ դպրոցներին ծրագրի միջոցով։ Ամեն օր երեխաներին մեկ բաժակ կաթով փոխանցվում է սեր, ուժ ու առողջություն։ Միտքը ծնվեց առողջ հասարակություն ունենալու գաղափարից, որը ըստ էության դրված է մեր կաթնամթերքի արժեքային համակարգում, առողջ կաթնամթերք, առողջ հասարակություն, առողջ սերունդ։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Եվրասիական բանկի եւ Երեմյան ընկերությունների խմբի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում ամեն օր Երևանի եւ Լոռու մարզի շուրջ 1400 դպրոցականներ իրենց օրը սկսում են մեկ բաժակ առողջ եւ անարատ կաթով։ Արդեն 2 տարի է ինչ հիմնական ծրագիրն է իրականացվում, յուրաքանչյուր փուլից հետո վարքագծային հետազոտություն է իրականացվել, արդյունքները ոչ միայն խոսուն էին, այլև մեզ հնարավորություն տվեցին, որպեսզի ապահովենք ծրագրի շարունակականությունը։ Դպրոցներում եւս նկատում են երեխաների վարքագծային փոփոխությունը։ Այս նոր ավանդույթը ստեղծել է ջերմ ու համերաշխ միջավայր։ Դպրոցի առօրյան շատ է փոխվել կաթ խմելու ընթացքում։ Կաթը ոչ միայն առողջ սննդակարգ է, այլ ստեղծել է մի միջավայր, որտեղ իշխում է համերաշխությունը, ընկերությունը եւ ջերմությունը։ Ես ինքս էլ նկատել եմ իրենց վարքագծի փոփոխությունը, եթե նախկինում կային աշակերտներ, ովքեր հրաժարվում էին կաթ խմելուց, հիմա ես ինքս տեսնում եմ եւ շատ ոգևորվում եմ, թե ինչպես են փոխվել եւ իրենք էլ մեծ ոգևորությամբ եւ ուրախությամբ ամեն օր իջնում են եւ վայելում են Երեմյան կաթնամթերքը։ Ծրագրի մեկնարկից առաջ իրականացված հարցումները ցույց են տվել, որ երեխաների մեծ մասը կաթ ընդհանրապես չի խմում։ Ուսումնական ծրագրի ավարտին երեխաների ավելի քան 75%-ը ոչ միայն կաթ էր հաճույքով խմում հենց դպրոցում, մեր ծրագրի շրջանակներում, այլ նաև նպաստում էր կաթի օգտագործմանը իրենց ընտանիքներում։ Ծրագրի նպատակը ոչ միայն կաթի մշակույթի զարգացումն է եւ սերմանումը նախադպրոցական եւ դպրոցական երեխաների շրջանում, այլ նաեւ առողջ ապրելակերպի խրախուսումը երեխաների շրջանում։ Ծրագրի նպատակներից է նաեւ երեխաներին զերծ պահել անառողջ խորտիկներից եւ քաղցր գազավորված ըմպելիքներից եւ իրենց սննդակարգ ներմուծել առողջ կաթը։ Լուսինե Երեմյանը նկատեց, ծրագրի արդյունքների գնահատումը ցույց է տվել, որ երեխաների մոտ բավականին նվազել է անառողջ սննդամթերքի ու քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը։ Զուգահեռ մեծացել է կաթի ու կաթնամթերքի օգտագործումը, ինչպես իրենց առօրյայում, այնպես էլ ընտանիքներում։ Այն, ինչ կատարվում է այս դպրոցում, իրանք խմում են ամեն օր կաթ, դա շատ ողջունելի է, որովհետև կտրում է այդ քաղցր գազավորված ոչ օգտակար ըմպելիքներից եւ դրանք ստանում են օգտակար սնունդ։ Ես 2 տղա ունեմ, որոնք սովորում են այս դպրոցում, մեկը շատ է սիրում կաթ, մյուսը, բայց տեղի է ունեցել մի հրաշք։ Երբ որ ընկերովի նրանք գնում են ամեն օր այդ կաթը խմում են, այդ երկրորդ տղաս ով կաթ չի սիրում, կամաց ոնց որ ասում է մամ, գիտես դուրս գալիս է արդեն։ Ծրագրին մասնակցում են 5-ից 9-րդ դասարանի աշակերտները, որոնք փաստեցին, հաճույքով են խմում կաթը, զրուցում են, քննարկում տարբեր թեմաներ ու պատրաստվում հաջորդ դասին։ Կաթ խմելը մեր դպրոցում ավանդույթ է դարձել։ Ամեն 3-րդ եւ 4-րդ դասամիջոցներին աշակերտները իրենց դասղեկների ուղեկցությամբ իջնում են ճաշարան եւ խմում կաթ։ Կաթը բոլորիս ավելի է մտերմացրել եւ արդեն շատ հաճելի է դարձել կաթ խմելը մի սեղանի շուրջ դասընկերներով, որովհետեւ պատմում ենք օրվա իրադարձությունները իրար, ավելի ենք մտերմանում իրար հետ եւ ավելի հաճելի է դառնում կաթ խմելու process-ը։ Ծրագրի շրջանակներում գրանցված հաջողությունները ամուր հիմք են նախաձեռնության շարունակականության, կայունության եւ ընդլայնման համար։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։